Աներկյուղ արարածներ։ Զգուշությունը հատուկ է նաև ձկներին։ Քայլում ես գետի ափով և եթե չես տեսնում, որ ձկներ են խաղում արևոտ ծանծաղուտներում, դա չի նշանակում, թե ձուկ չկա։ Դա միայն նշանակում է, որ ձկները դեռ հեռվից նկատել են քեզ և աճապարել դեպի խորքը ու կորել արագընթաց հոսանքի փրփուրների մեջ կամ թաքնվել քարերի ճեղքերում։ Որպեսզի տեսնեմ կարմրախայտի խաղը փոքր ժամանակս գետակին էի մոտենում կուզեկուզ ծառերի հետև թաքնվելով։ Եվ երբ մոտենում էի մեր ձմեռանոցից ներքև թխկտում դղրդող ջրվեժին, նրա փրփուրներից դուրս ջրափոսի խաղաղ ու զուլալ մասում տեսնում էի կարմրախայտ ձկներին արեգակի ճաճանճների մեջ խայտալիս։ Բավական էր, որ գլուխս դուրս հանեի թխկուտի բնի հետևից, ձկները վայրկենապես անհետանում էին ջրապտույտի փրփուրների մեջ։ Այդպես են իրենց պահում Հայաստանի բոլոր գետերի ու գետակների կարմրախայտ ձկները։ Դրանից մենք բոլորս եկել ենք այն կարծիքին, թե կարմրախայտը առհասարակ շատ զգույշ արարած է։ Սակայն կարծում եմ, որ մենք մարդիկս ենք այդ ձկանը դարձրել խրտնող ու վայրենի։ Այդ ձուկը ահաբեկված է մեր երկրի մարդկանց վարմունքից, մարդիկ, որոնք նրան ոչնչացնելու համար գործադրում են ամենադաժան միջոցներ՝ թունավոր քլորակիր, պաթուցիկ նյութեր, էլեկտրական սպանիչ հոսանք։ Որ կարմրախայտի այդ երկյուղն ու զգուշությունը մեր վերաբերմունքից է գալիս, ես դրանում մի ավելորդ անգամ համոզվեցի, դիտելով Չեխոսլովակիայի Տեպլա գետում ապրող ձկների կյանքը։ Այդ գետը, որ վարար չէ մեր Դիլիջանի գետից, հոսում է Կառլովի Վարի առողջարանի միջով։ Շատ կարմրախայտ կա այդ գետում և ոչ միայն նրա այն մասերում, որոնք ընկած են դաշտերի և անտառների մեջ, այլև մանավանդ քաղաքի կենտրոնում, ուր գետի երկայնքով ձգվող փողոցներով անցնում է մարդկանց բազմությունը և քաղաքային տրանսպորտը։ Ամեն օր նայում էի կամրջից ցած և ներքևում անթիվ ձկներ էի տեսնում խայտալիս։ Քարի կտոր էի նետում, չէին խրտնում, քանի որ կարծում էին, թե ուտելիք եմ նետել իրենց։ Այդպես էին կարծում, որովհետև իրենց կյանքում նրանց ոչ ոք քար չէր նետել։ Նրանք սովոր են միայն ուտելիք ստանալ մարդկանցից։ Այդտեղ գետը ծայր ի ծայր լիքն է ձկներով և ոչ ոքի մտքով չի անցնում ոչ միայն պայթուցիկ նյութ նետել գետը, թեկուզ հեռավոր թավուտում, այլև կարճ են գցում առանց թույլտվության։ Եվ ահա ձկները ոչ մի վատություն չտեսնելով մարդուց միշտ ծանծաղ ափերին են խաղում, իսկ կենտրոնի Արագահոս մասում ես ձուկ չտեսա, ճիշտ հակառակ Հայաստանի ձկների բնավորությանը։ Պարզ չէ ուրեմն, որ մենք ենք մեր ձկներին դարձրել այդպես զգույշ և վախկոտ։ Մի հետաքրքրական մանրունք. մարդկանց ոչ մի շարժումը չէր խրտնեցնում Տեպլայի ձկներին, բայց ես նկատեցի, որ գետի վրայով նույնիսկ անմեղ թռչուն անցնելիս ձկները խուճապահա լողում են դեպի խորքը։ Նրանց այդ երկյուղը տեղացիները բացատրեցին ինձ։ Գետի վրա երբեմն որորներ են երևում, որոնց հիմնական սնունդը ձուկն է։ Սրանից ևս երևում է, որ այդ գետի կարմրախայտերին ևս հատուկ է երկյուղի բնաստը, բայց ոչ թե մարդուց, այլ գիշատիչ թռչունից։ Անպատասխան մնացած հարցեր։ Պրագայից հարավ անտառի կանաչ բացատում մի քանի մանր շենքեր կան և փոքր ու մեծ ցանկապատեր։ Գյուղատնտեսական ակադեմիայի փորձակայաններից մեկն է։ Կենդանաբան Յու Սեկերան իր ընկերների հետ այդտեղ հետաքրքրական փորձեր է կատարում վայրի կենդանիների վրա և արդյունքները հանձնում է որսորդական միություններին կյանքում գործադրելու։ Ես շատ հարցեր տվեցի դոցենտ Սեկերային, նույնիսկ այսպիսի մոլորեցնող հարցեր. Ինչու Փասյանի Աքլորը չի մասնակցում իր ձագերի դաստիարակության գործին, իսկ Չիլի Արոն մասնակցում է Մարիին հավասար։ Պատասխանեց բոլոր հարցերիս, նույնիսկ ճշգրիտ կերպով ասաց, թե որ շրջանում, որ հանդում ինչքան կենդանի կա։ Իսկ եթե կուզեք իմանալ, թե ռեսպուբլիկայում ինչ կա, դա ևս դժվար չի ասել։ Չեխոսլովակիայի հանդերում կա օրինակ 2,5 միլիոն կաքավ և 700,000 փասյան։ Ես դեռ ուշքի չէի եկել այդ թվերի գործած ազդեցությունից, երբ նա անսպասելի կերպով հարցրեց. Իսկ ձեզ մոտ յուրաքանչյուր հեկտարին քանի թև կաքավ է ընկնում։ Շփոթվեցի, կարմրեցի։ Ինչ պատասխանեի։ Մեզ մոտ թռչունների հաշիվնով է պահում, որ։ Բայց ինչպե՞ս եք կարգավորում վայրի կենդանիների աճը, հարցրեց դոցենտը, և նրա հարցի մեջ նախատինք կար։ Կամ մինչև չիմանաս, որ հանդում որքան կենդանի կա, ինչպե՞ս կարող ես որոշել, թե որքան կեր պատրաստես նրանց համար։ Ամաչեցի ասեմ, որ մեզ մոտ վայրի կենդանիներին կեր չեն տալիս։
Ոչ մի պատասխան չստանալով ինձանից կենդանաբանը ընտրեց ամենահեշտ հարցը. Ձեզ մոտ գյուղատնտեսությունը խիստ մեքենայացված է, դրանից չեն տուժում թռչունների ձագերը եւ բները։ Այո, իհարկե, կմկմացի ես։ Հնձի ժամանակ ամեն հեկտարի վրա միջին հաշվով քանի բույն է ոչնչանում եւ քանի ձագ։ Դուք ձերն ասացեք, միջև որ ես մերը հաշվեմ, ցանկացա ժամանակ շահել ես։ Մերը հաշված է։ Գերանդու հնձի ժամանակ արտերում բույն դրած չիլ կաքավների սերնդի մոտ 20%-ն է փչանում։ Կոմբայնը փչացնում է 50-60%-ը, իսկ գիշերը միջև 80%-ը։ Այժմ կենդանիներին մեքենաներից փրկելը մեր ինստիտուտի առաջ դրված հերթական խնդիրն է։ Առայժմ երկու միջոց ենք հնարել։ Առաջինը դաշտում աշխատող մեքենայի առաջ մի հարմարանք ենք գցել, որից շղթայիկներ կան կախված։ Ցած կախված այդ շղթայիկները շարժում են խոտերը եւ պահ մտած թռչուններին ստիպում են թռչել կամ փախչել։ Մյուսը փորձում ենք ուլտրաբարձր տոնի ձայնային ապարատներ, որոնք մեքենայի վրայից զգուշացնում են թռչուններին, նապաստակներին, նրանց ձագերին, թե փախեք, գալիս է մեքենան։ Այսպես երկար-բարակ բացատրում էր ինձ դոցենտ Սեկերան, որով եւ հնարավորություն տվեց ինձ գտնելու իր տված հարցի ամենաճիշտ պատասխանը։ Դրանք հեչ, դրանք մենք վաղուց կանեինք, բայց դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ չիլերը մեզ մոտ արտերում բույն չեն դնում, նրանք լեռներում են։ Թեթև շունչ քաշեցի։ Լավ է, այս անգամ էլ փրկեցինք մեր հանրապետության պատիվը։ Սեկերան գոհ մնաց այդ պատասխանից, բայց ինչ սատանա նրան ստիպեց շարունակել իր քննությունը։ Իսկ լորերը, հո նրանք էլ ժայռերում չեն բույն դնում։ Լորը, դե լորն իր գլխի ճարը կտեսնի։ Բայց իզուր էին դառն իրականությունը ծածկելու իմ ջանքերը։ Չեղ գիտնականն արդեն հասկացել էր, թե որքան ենք մենք հոգ տանում վայրի կենդանիների համար։ Չեխական կարգապահություն։ Կարլովի Վարի այն սանատորիայում, ուր ես էի տեղավորվել, ինձանից առաջ բուժվելիս է եղել նաև մարշալ Բուդյոննին։ Իր թիկնապահի հետ նա մի անգամ գնում է ձկնորսության ու զարմանում է ձկների առատության վրա։ Ինքն ու թիկնապահը մի կարճ ժամանակում բավական ձուկ են բռնում, լցնում արկղը։ Հանդիպում է պոլիսմենը, միլիցիայի աշխատողը, զննում է բռնած ձկները եւ գլուխն օրորում։ Ստանդարտ չափը չի պահպանված, գնանք քաղաքամաս, կարգադրում է նա։ Մարշալը, որ առանց զինանշանի էր, հնազանդորեն հետևում է պաշտոնյային։ Տեղ են հասնում եւ պոլիսմենը զեկուցում է իր պետին։ Քաղաքացիները խախտել են ձկնորսության կանոնները, ոչ մեկի մոտ սանտիմետր չկա, ձուկը արկղն են գցում առանց չափելու։ Չեխոսլովակիայում դա անօրինական երևույթ է, ինչպես թե, ուրեմն դեռևս սահմանված մեծության չհասած ձկներ են որսացել։ Վրդովում է միլիցիայի պետը, բայց Չեխին հատուկ զուսպ եւ քաղաքավարի հարցնում է. Ինչու եք կարգը խախտում։ Այդ կարգին մենք ծանոթ չէինք, ներեցեք, շփոթված պատասխանում է մարշալը։ Մեզ մոտ ձուկը չափելու սովորություն չկա։ Դա իհարկե մեղմացուցիչ հանգամանք է, հանգիստ ասում է պետը, բայց քանի որ օրինազանցություն է կատարվել, ես պարտավոր եմ այդ մասին զեկուցել օկրուգի պետին։ Խնդրում եմ հայտնեք ձեր անուն, ազգանունը։ Մարշալը տատանվում է, բայց վերջիվերջո ստիպված է լինում տալ իր անունը։ Սիմեոն Բուդյոննի։ Բուդյոննի։ Այն լեգենդար Բուդյոննին, մարդու փառահեղ բեղերին նայելով հարցնում է միլպետը շփոթված։ Նա զինվորական պատիվ է տալիս մարշալին, որին այնքան սիրում է նաև չեխ ժողովուրդը։ Հարգանքով ճանապարհ է դնում, բայց հրաժեշտ տալիս չի մոռանում նախազգուշացնել։ Համենայն դեպս, ընկեր Բուդյոննի, խնդրում եմ ձկնորսության գնալիս սանտիմետր ունենալ հետներդ։ Իմացեք, որ մեզ մոտ օրենքի առաջ բացառություն չկա։ Լավ, ծիծաղում է Բուդյոնին, բայց ասում են նա այլևս որսի չի գնում, դե բռնած ձուկը նորից ջուրը նետելը հեշտ բան է։ Հարգանքը օրենքի նկատմամբ։ Չեխերը ժամկետից շուտ չիլ կաքավի որս կազմակերպեցին ինձ համար։ Օրը շոգ էր, հնձած արտերում կշտանալուց հետո չիլերը արևից պատսպարվել էին եգիպտացորենի դեղնող թաղվուտներում։ Թռցնում էինք ու խփում, բայց որսի ամենաթեժ պահին հրաման տրվեց դադարեցնել կրակը։ Ինչ է պատահել, ինչու չեն թողնում մի հավեսներս հանենք, ինչպես նոր թափ առած նժույքին հանկարծ անձահարես ու կամես իր տեղում, դոփում էինք տեղներս, ծարս լինում, բայց չեխական կարգն անողեք է, կրակել չի կարելի։ Շղթա կապած որսորդները իրար հաղորդելով մեզ հասցրին բացատրությունը, նորման լրացել է։
Մեզ 30 հոգուց թույլ էր տրված խփել 150 կաքավ, իսկ այդքանը արդեն կա։ Մեզ մոտ որսը պլանով է կատարվում, բացատրեց ինձ ուղեկիցս չեխ գրականագետ Յարոսլավ Տիխին։ Թևերս թուլացան, այ քեզ բան։ Ախր այսպիսի առատության մեջ ինչ նորմա, որ կողմը շարժվում ենք ֆռ կաքավներ ու փասյաններ են, որ թռնում են, իսկ նապաստակին հուաշիվ չկա, կարծես ճագարաբուծական ֆերմայում լինենք։ Փասյան ու նապաստակ հո չխփեցինք ոչ մի հատ, պլանով չի նախատեսված, գոնե այս հազարավոր կաքավներից թողնեն մի տասնյակ խփեմ։ Ախր ես էլ իմ պլաններն ունեի, այստեղ ոչ քար կա, ոչ սար, հարթ, հանգիստ, իսկական ինձ նման մարդու տեղ է, հա գնա, հա կրակիր։ Կխփեմ, մտածում էի մի 20 հատ, կհյուրասիրեմ Պրագայի իմ հրատարակիչներին, որոնք ահա 2 շաբաթ է ոչինչ չեն խնայում ինձ համար, դեռ մի քանի հատ էլ հետս Մոսկվա կտանեմ, որ այնտեղ եւս տեսնեն իմ չեխական որսի համը։ Ոչինչ, կողքիցս 7 կաքավ կա կախած, այդ բոլորը կարելի է դարձյալ կատարել միայն մի փոքր մասշտաբով։ Դեռ մի քանի հատ էլ ընդհանուր ֆոնդից կտան։ Դե իհարկե կտան, անպատճառ կտան, չէ՞ որ ես այստեղ անվանի հյուր եմ, սովետական միությունից եկած, առավոտը որսն սկսելուց առաջ այդպես էլ հայտարարեցին որսորդներին, որոնք գլխակները հանած ուշադիր լսում էին որսորդական ընկերության առաջադրանքը։ Բայց զարմանալի բան կատարվեց։ Յուրաքանչյուր որսորդի տվին 2 կաքավ, մնացածը գնաց որսորդական միության պահեստը ընկերության օգտին։ Այդպես է օրենքը Չեխոսլովակիայում։ Կենթանաբան Յուրի Սեկերան ինձ պատմեց, որ ինքը մեկ օրում կրակել է 670 փամփուշտ, վարձել է որսը հավաքող եւ շալակող 5 մարդ, խփել է 500-ից ավել փասյան, այդ բոլորի վրա ծախսել է իր 1 ամսվա աշխատավարձը եւ տուն է բերել ընդամենը 6 փասյան։ Այն էլ ընկերությունից գնել է դրամով։ Այո, իր կատարած որսը գնել է, ճիշտ է կես գնով, բայց դրամ է վճարել։ Լավ, իսկ ի՞նչն է մնում որսորդին, հարցրի ես զարմացած։ Բավականությունը, իսկ խփածդ կենդանիները պիտի հանձնես ընկերությանը, նա էլ հասարակական ճաշարաններին։ Հետո ստացված եկամուտի 70%-ը կգնա վայրի կենդանիներին կերակրելու վրա, որպեսզի վերականգնվի կորուստը։ Ինձ բացատրեցին, որ եթե յուրաքանչյուրը իր խփածը տանի իր տուն, ինչպես մեզ մոտ է, այլևս կենդանի չի մնա բնության մեջ։ Ինչ խիստ են կանոնները այս երկրում։ Մեր խմբի մեջ էր նաև Պրագայի մարզային ընկերության նախագահ Յարոսլավ Զայցեկը։ Նա եւս 2 կաքավ ստացավ։ Թող այնտեղ լինե ռեսպուբլիկայի դատախազը կամ ներքին գործոց մինիստրը, բացառություն չկա, օրենքը օրենք է բոլորի համար։ Նրանցից ոչ մեկը 2 կաքավից ավել չէր կարող ստանալ։ Բայց լավ էր, ինձ համար բացառություն արվեց։ Խփածս 7 կաքավից 4-ը հանձնեցին ինձ, այն էլ հետևյալ բացատրությամբ։ Այն 2-ը ձեր խմբագրի անունով, որ շրջում էր մեզ հետ եւ լուսանկարում մեր եւ ձեր գործողությունները։ Կարելի է համարել, որ այդպիսով նա եւս մասնակցում էր մեր որսորդությանը։ Համոզված եմ, եթե հնարավոր չլիներ այդ կերպ ձևակերպել եւ օրինականացնել իրենց արարքը, ոչ մի գնով այն 2 կաքավն էլ չէի ստանալու։ Այդքան մեծ է հարգանքը որսի կանոնների նկատմամբ այդ երկրում։ Ես եւ չեխ ձկնորսները։ Կարլովի Վարի կենտրոնով հոսող Տեպլագետի կամուրջներից մեկին կանգնած դիտում էի ձկների խաղը։ Այսինչքան ձուկ կա։ Կամուրջից ներքև մի խաղաղ տեղ հավաքվել էին ոսկեգույն ձկներ։ Կան եւ չար կողերով կարմրախայտ ձկներ, որոնք երախները բացած դեզ-դեն էին ընկնում գետի բերած ավարը որսալու։ Կային եւ կողականման խոշոր ձկներ կոշտ թեփուկներով եւ հասլիկ մարմիններով։ Սև ձկներ եւս կային, որոնց նմանը ես չեմ տեսել ոչ մի ջրում։ Եկ հաշվենք, թե որքան ձուկ կա այս փոքր տարածությունում։ Պարապությունից 1 առ 1 հաշվեցի։ Ոսկեգույն ձկներ 49, կարմրախայտ 83, կողակ 24, սև ձուկ 6։ Այ քեզ առատություն։ Եթե Դիլիջանից միջև Իջևան ողջ գետը մաղելու լինեինք, այսքան ձուկ հազիվ թե ճարվեր։ Մեկը ձեռքը դրեց ուսիս։ Ետ նայեցի։ Տեղի անտառապահ եւ որսորդական տեսուչ Իոսիֆ Սախն է։ Այստեղ ձկները մանր են, 9 կիլոմետրի վրա մի լիճ կա, գնանք ձեզ 10 կիլոգրամանոց ծանծաններ ցույց կտամ, ասաց նա։ Սրանք են մանր, ամեն մեկը 20-25 սանտիմետր կլինի, պատասխանեցի ես, հիշելով, որ չեխերը ձկան մեծությունը սանտիմետրով են չափում։ Այո,
24 սանտիմետրանոց կարմրախայտ մեզ մոտ դեռ փոքր է համարվում և նրան որսալ չի կարելի։ Ես զարմացա, մեզ մոտ Հրազդանում 10 սանտիմետրանոց ձուկ բռնելը սովորական երևույթ է։ Իոսիֆ Զախը հետս խոսում էր մաքուր ռուսերենով։ Ահա մի շաբաթ է գիտի ինձ և ծանոթ է իմ հետաքրքրություններին։ Գնանք ձկան որսի, ձեր մասին ես արդեն խոսել եմ որսորդ միության օկրուգային ընկերության նախագահի հետ։ Թույլտվություն, մեքենա, կառթեր, ամեն ինչ պատրաստ է։ Ցնծությամբ ընդունեցի հրավերը։ Հաջորդ օրը մեկնելուց առաջ Իոսիֆ Իոսիֆիչը հարցրեց. Իսկ դուք ծանոթ եք ձկնորսության մեր կանոններին։ Ոչ, խոստովանեցի ես։ Ձեր կողմի մարդիկ մեր պայմաններին դժվար կհարմարվեն։ Դեռ մեքենա մի նստեք, լսեցեք ինձ։ Մեզ մոտ որպես օրենք կարճ ընկած կարմրախայտը եթե 25-ից մի սանտիմետր պակաս եղավ, պիտի նորից ազատություն ստանա։ Այդ պայմաններից թափս կոտրվեց։ Հետո կարպը 30 սանտիմետրից ավել պիտի լինի։ Բայց նա հաստ է, ուրեմն 20 սանտիմետրանոցն էլ խոշոր է, էլ ինչու նորից բռնածը ջուրը նետենք, բողոքեցի ես։ Երբ կենդանին դեռ աճելու տեղ ունի, պիտի հնարավորություն տալ նրան աճելու։ Խստությամբ ներշնչեց ինձ խոսակիցս։ Հետո մյուս ձկները, մյուսներից մի ձկան անուն տվեց չեմ հիշում, պիտի ունենա առնվազն 40 սանտիմետր երկարություն։ Թևերս թուլացան։ Իսկ ծածանը արդեն 55-ից պակաս չպիտի լինի։ Ախր, ձեր ասելով 5 կիլոանոց ձուկը ես նորից պիտի ջուրը գցեմ, բողոքեցի այնպիսի հուսահատ տոնով, կարծես արդեն բռնածս նորից լիճն եմ ուղարկում։ Այո, ծածանի 5 կիլոյանոցը դեռ փոքր է, գոնե 6 կիլո պիտի լինի, որ կարելի լինի տուն տանել։ Այդպես դուք մեր հյուրն եք, ձեր գործերը ես կարդում եմ, չեխերեն, ձեզ շատ էլ հարգում եմ, բայց այս ընդունված կանոններից ոչ մի շեղում անել չեմ կարող։ Բայց ախր, կմկմացի ես։ Ախր ձեր այդ պայմաններով ձկնորսը կարող է ամբողջ օրը լճի վրա արևից վառվել նավակի մեջ, բայց ոչ մի ձուկ տուն չբերել։ Այո, այդպես էլ է պատահում, բոլոր բռնածներին նորից ջուրն են գցում, եթե որոշված չափից փոքր է անպատճառ։ Ահա թե ինչու սրանց ջրերը լիքն են ձկներով, մտածեցի ես։ Իսկ ով է հսկում այդ գործին։ Իմ այդ հարցը տարօրինակ և գուցե անպատշաճ թվաց չեղ անտառապահին։ Հսկում ենք մենք, որսորդական տեսուչներս։ Մենք, որ պետությանը երդում ենք տվել աչքի լույսի նման պահպանել մեր երկրի կենդանիներին։ Ահա երդվյալի իմ գրքույկը, տեսեք։ Այդ երդումը մեզ համար բացառում է ամեն մի շեղում օրենքից։ Բայց մեր հսկողությունը կարևոր չէ, որ մեկին հսկես, որ մեկին ստուգես։ Մենք այլ կարգի հսկիչներ ունենք, ավելի զորեղ հսկիչներ։ Դա յուրաքանչյուր որսորդի սեփական խիղճն է և գիտակցությունը։ Դրանք երկուսով նրան թույլ չեն տալիս շեղումներ կատարել օրենքից։ Ես կարկամել էի այդ վեհ ու իմաստալից պատասխանից և անհարմար համարեցի այլևս հարցեր տալ, հարցեր, որոնցով ակամա մատնում էի մեր հայ որսորդներիս բարքերը։ Հարցեր չտվի, բայց մեքենա էլ չնստեցի։ Թեև մեծ ապրումներով էի սպասել այդ օրվան, բայց հրաժարվեցի ձկնորսության գնալ։ Ինչ, ամբողջ օրը սրտի տրոփյունով հետևել կարթին և սպասել, թե երբ է սահմանված չափի ձուկ ընկնում։ Չէ, ախպեր, դա մեր բանը չի, և ես տվի իմ վճիռը։ Գիտեք ինչ, անկեղծ ասած ես չեմ կարող բռնածս ձուկը նորից ջուրը նետել, թե նրա քաշը 6 կիլոից պակաս է։ Ներեցեք, այդ բանը իմ ուժերից վեր է։ Անցած գնացած բաներից։ Գայլն էլ իր հաշիվն ունի։ Մի անգամ մեր սարում գայլ սպանեցինք ու բուրդ գտանք նրա աղիքների մեջ։ Միտեղ բուրդն այնպես էր խցանել, որ հավանաբար կսատկեր կենդանին, եթե չսպանեինք։ Սպանեցինք, ազատվեց տանջանքներից։ Բայց դե դրանց ուտելն էլ մի բան չի, ասաց ընկերս, իրենց կյանքում ոչ մի անգամ հանգիստ չեն լափում։ Միշտ տապելով, միշտ հարամ-զարամ, նայիր բրդի խցաններին։ Խեղճ անասունը այնքան է շտապել, որ բուրդը մսից ջոկելու ժամանակ չի ունեցել։ Իսկապես, բուրդը հետն ուտելն էլ հաճելի մի բան չի, և երևի գայլը խուզած ոչխարը կկերադասի բրդոտից։ Ուկրաինացի իմ ծանոթ Զախար Տրոֆիմիչը նույն մտքին է։ Ջահել ժամանակ նա Դոնբասի Մանոկին խուտորի կազակների մոտ հովիվ է եղել և հաճախ է գործ ունեցել գայլերի հետ։ Մի անգամ այսպիսի պատմություն արավ ինձ։
Աշունը նոր էր սկսվել, ոչխարի հոտը փռել էի հնձած արտերում, արածում էին միջնակների խոտ, թափված հասկեր էին հավաքում, այդպես ուտում են, ես էլ մտածում եմ, թե ոնց է, որ գայլ չի երևում, իսկ գայլ մեր տափաստաններում գիտեմ, որ շատ կա, գյուղացիները էստեղ ենտեղ գայլեր են տեսնում ու ինձ ասում, գայլ շատ կա, զգույշ կա, ձախայր տրոֆի միջ, ասում եմ, ուր է, քանի ժամանակ է չեմ տեսել, կարոտում եմ, ասում են միշտ տապիր, կգան, էնպես կգան, որ կյանքումդ չես մոռանա, բայց գայլերը չկան ու չկան, իմ կարճ խելքով դրանք ոչխարների խուզելին էին սպասում, հա, մի ծիծաղի, փորձից գիտեմ, բուրդը հետը ուտելը համ անդուր է, համ վտանգավոր, ախր մեր ոչխարը ձերի պես դմակ չունի, համա այնքան խիտ ու երկար բուրդ ունի, փափուկ, ոնց որ ապրշում, ու գայլի ատամները խճճվում են այդ բրդի մեջ, շատ ժամանակ մսից չեն հասնում, մի անգամ ատամները բրդի մեջ խճճվել էին, վրա հասա, ուզեց ատամներն ազատի փախչի, բայց դե մերինոս ոչխարի երկար բուրդը 1000 թելերով ատամներից պինդ բռնած պահում է, ուր պիտի փախչի, հասա դրա գլխին մի դագանակով 1, 2, 3, 5 մեղավոր հոգին ավանդեց, երևի այդ դեպքը գայլերը գիտեին ու թփերի արանքներից թաքուն մտիկ էին անում իմ ոչխարներին ու իրենց ասում, ախ, երբ պիտի խուզեք, մաքրեք, կոկլիկացնեք այդ կենդանիներին, վերջապես խուզեցինք, մաքրեցինք, կոկլիկացրեցինք նրանց սրտի ուզածի պես, դրանք էլ կարծես թե ոչխարի խուզելուն էին սպասում, մի գայլ երևաց ոչխարների մեջ, կամաց փախչում է ու ետ նայում, մահակս ճոճելով դրա հետևից ընկա, հասկացավ, որ ձեռքինս հրացան չի, կամաց փախչում է ու հենց տեսնում է ես կանգ առա, ինքն էլ է կանգ առնում, ասի սա կամ հիվանդ է, կամ ախմախ, հասնեմ սպանեմ, մորթին տանեմ պիջակիս աստառ անեմ, ու վրա հասա, որ մահակս վրա բերեմ, ետ փախավ ու էլի կանգ առավ, ոնց որ տանուշուն, դու մի ասի, դա խաբս է տալիս, ինձ հեռացնում հոտից, որ իր ընկերները իրենց գործը տեսնեն, այդպես այդ խորամանկ գազանը փախս տալով ինձ հասցրեց մինչև անտառի պռունգը, այդտեղ ետ նայեցի տեսնեմ ինչ տեսնեմ, հոտը ցակ ու ցրիվ եղած, մի խումբը լեղապատառ դեն է փախչում, մինը դենը, երրորդը գյուղի կողմը, չորրորդը գետի կողմը ու ամեն խմբի հետևից բերանը բաց մի գազան, վազեցի, տեղ հասա, մեկ սրան են վրա քաշում, մեկ նրան բանի տեղ չեն դնում, մաքուր խոզած կոկլիկ ոչխարներ, հասնում են պոկում ու կակու կուլ տալի, պոկում են ու կուլ տալի, ոչ բուրդ կա, որ աղիքներում դեմ առնի, ոչ թելեր կան, որ ատամներին շուլալվեն։ Կորած և նորից գտնված վստահությունը Ոչխարի հոտը փռում էի Դոնեցի ափի բլուրներին, իսկ ես ականջ էի դնում կաքավների քաղցր կղկղոցին, ինչ լավ են երգում կաքավներն ամեն առավոտ արևը ծագելիս, կարծես օրվա հետ նրանց սիրտն էլ է բացվում, մեր Դոնեցի ափերին կաքավ շատ կա, բայց հին ժամանակ ինչ հնարքներ ասես, որ չէին բանեցնում դրանց կոտորելու համար, դե մի երկրում, որ օրենքը հասարակ մարդուն չէր պաշտպանում, կենդանիներին պիտի պաշտպաներ, սիրտս խիստ նեղվում էր, որ կոտորում էին այդ անմեղ թռչուններին, նրանց, որ ամեն առավոտ իրենց անուշ երգով մեղմացնում էին իմ սև օրը, և դրանց կոտորողն ասա ով էր, մի հարուստ մարդ, որի բակում 100-ից ավել հավ, հնդուհավ, բադ ու սագ կար, մեր Դոնեցի կաքավները սարսափում էին այդ նամարդից, հեռվից նրան տեսնելիս դադարեցնում էին իրենց երգը ու մտնում քարերի արանքները, այո, մի զարմանաք, գյուղի շրջապատում ապրող կենդանիները շատ լավ են ճանաչում, ով է որսորդը, ով քաղհանավորը, ով չոբանը, ինձանից օրինակ նրանք ահ չունեին, իմ ոչխարներից էլ չէին վախենում, վստահ մոտենում էին նրանց արանքներում արածում, ու այդ մարդը սկսեց իմ ու իմ ոչխարների վստահությունն օգտագործել դրանց կոտորելու համար, գալիս էր ու նու Սախար, ոչխարներդ քշիր կաքավների կողմը ու ինքն էլ հետևն անցած առաջ է գնում, դե կաքավները ոչ ինձանից, ոչ իմ ոչխարներից վնաս չեն տեսել, վստահ մոտ են թողնում, այդ մարդը չորսոտանի դառած ոչխարների արանքով մոտենում էր կաքավներին ու տրաք, ոչխարները խրտնում էին, կաքավները, որը թպրտում էր, որը արյուն տալով թռչում, որը մինչև կյանքի վերջ մնում սախատ, այդպես ես էլ, իմ ոչխարներն էլ մեր պատիվն ու վստահությունը կորցրեցինք այդ անմեղ երգիչների մոտ, ու դրանից հետո էլ կաքավներն ինձ համար երգ չասացին, հենց տեսնում էին ոչխարի հոտը գյուղից դուրս եկավ, լեղապատառ թաքնվում էին,
Բայց դե որ որսորդն է կշտացել որսից, որ ասածս ագահը կշտանար, գալիս էր մոտս ու նոր հնարք առաջարկում։ Լծիր, ասում է, խազեինից սայլը, գնանք որսի, դե ինչ ես փայտացել, քեզ բան եմ ասում։ Չէ, լավ չի, բարկանում է։ Ճարահատյալ սայլը լծում եմ, մեջը նստում ենք ու քշում տափաստանը։ Հեռվում կաքավները հատիկներ են հավաքում։ Որսորդս կուչ է եկել սայլում մեղավոր գլուխը թաքցրել, որ չերևա, թրջուններն էլ գիտեն, ինչ պտուղ է, կճանաչեն, կփախչեն։ Սայլը հեռվից քշիր ու իրենց կողմը մի նայիր, կհասկանան, կարգադրում է նա շշուկով։ Էդպես սայլը քշում եմ ու հեռվից շրջան կատարում։ Սայլը անընդհատ ու հանգիստ շրջում է կաքավների խմբի շուրջը ու քանի գնում շրջանը նեղանում է։ Կաքավները կուչ եկած մեզ են նայում, բայց չեն թռչում։ Ախր սայլը դեպի նրանց չի գնում, այլ կողքանց։ Էդպես կաքավներին խաբելով 5-6 անգամ սայլով պտտում ենք նրանց շուրջը ու այնքան մոտենում, որ կոտորակը կհասնի։ Ու մեկ էլ մեր հերոսը գլուխը դուրս է հանում ու կրակում։ Սպանված կաքավները վերցրել ենք, ասում եմ, դե հերիք է, եզները մեղք են, պետք է արածեն։ Աչքերը խոժոռում է վրաս։ Չես տեսնում, հրենեն դաշտում վեր եկան, քշիր շրջապատիր։ Ագահությունը բռնել է, իսկի կհանգստանա որ։ Ու այդպես այդ խեղճ թռչուններին խաբելով այնքան կրակեց սայլի միջից, այնքան բմբուլ քամուն տվեց, որ սայլի պատիվն էլ ընկավ, եզներին էլ։ Կաքավները հասկացան, էլ մոտ չեն թողնում, սայլ տեսնելիս հեռվից թռչում են սարսափահար։ Բայց դե այդ մարդի ագահությունը սահման չուներ։ 4 փայտ տնկեց, իրար միացրեց, բամբակով, շորով փաթաթեց ձիու խրտվիլակ սարքեց ու շալակեց եկավ հանդ մոտս։ Հիմի տես ինչ եմ անելու։ Ասում է ու բեղի տակ ծիծաղում, կարծես մի լավ բան է անելու։ Չեմ հասկանում, մարդն ինչի բարի բան անելու համար այդպիսի հնարքներ չի մտածում։ Անցավ այն ժամանակ իմ մտքով։ Որսորդը մտավ այդ խրտվիլակի մեջ ու գնաց դեպի բլուրները։ Գնում է չոքեչոք, տանջվում է ծանրության տակ, շունչը կտրվում է խրտվիլակի մեջ, ինչի համար, միայն թե արյուն թափի։ Կաքավները տեսան միձի հրես արածելով, գլուխը տմբտմբացնելով առաջ է գալիս։ Կասկածելու բան չկար, որ ձին էր նրանց վնաս տվել։ Ու խաբելով, քիչ-քիչ մոտենալով մեկ էլ ձին որոտած, բոց ու ծուխ արձակեց։ Երեսս դենն արի։ Ինչ են արել այդ անմեղ, այդ սիրուն թռչունները մարդուն։ Ուր ես կրակում նրանց միամտության վրա, նրանց ազնիվ վստահության վրա։ Տո անիրավ, թող մի մասն էլ մնա, բազմանա, որ եկող տարի էլ խփես է։ Ինչ գիտեմ, եկող տարի կենթանի կլինեմ, որ։ Հենց այդպես էլ ասաց մի օր ինձ։ Կենթանի չես լինի ավելի լավ, ժառանգդ կգա կորսի։ Անասունները իրենց սերունդի մասին մտածում են, այդ տեսակ ագահները մենակ իրենց այսօրվա մասին են մտածում։ Մեր կողմերում էլ կաքավ չմնաց։ Եթե ժամանակները չփոխվեին, այդ անխիղճը բոլորին կկոտորեր։ Նոր իշխանությունը կարգ ու կանոն բերեց հետը, բնության մեջ էլ կարգ մցվեց։ Ասածս կուլակին դրին պրեսի տակ, դու էտում կենթանիներն ես կոտորում, ախր դա ժողովրդինն է։ Շատ մրթմրթաց, շատ դեզդեն ընկավ, բան դուրս չեկավ, օրենքի դեմ ինչ պիտի աներ։ Ու կաքավները շատացան, ոնց շատացան Դոնեցի ափի բլուրներում։ Եկան կաքավների նոր սերունդները, որոնք ինձանից, իմ ոչխարներից ու եզներից վատություն չէին տեսել, ու վերականգնվեց մեր կորած վստահությունն ու պատիվը նրանց աչքերում։ Ու դրանից հետո ամեն առավոտ ես էլի լսում էի նրանց քաղցր կխկղոցը ու հոգիս լցվում էր նրանց անուշ ձայներով։ Միստր Յարոն, իր կինը և շնիկը։ Բեռը ծանր էր, եզները գնում էին տնքալով, սայլը ճռնչում էր։ Արտյուշը քաշում էր եզների եղջյուրներից կապված փոքից ու խրախուսում. «Դե, Ծիրան ջան, քիչ մնաց»։ Խաբում էր, քիչ չէր մնացել, փամփուշտը պիտի հասցնեին Սևանի մյուս ափը։ Դա հեղափոխությունից 1-2 տարի առաջ էր, փամփուշտը մենք մեր սայլերով տեղափոխում էինք դաշնակների զորքի համար։ Արտուշը աչքը չէր կարողանում կտրել իր առաջ ընթացող սայլի արկղներից, ինչն էր նրան գրավում։ Արկղներից մեկի տախտակը պոկ էր եկել և ճեղքից պսպղում էին փամփուշտի դեղին շարքերը։ Իր հայրը արջաքարում նստած առանց փամփուշտի, իսկ այստեղ ինչքան փամփուշտ կա։ Ահ, թե իրենց ուղեկցող այս հրացանավոր զինվորները չլինեին։
Տղան այնպես էր տարվել փամփուշտների տեսքով, որ երբ իրենից առաջ գնացող սայլը կանգ առավ ու ինքը դեմ առավ սայլի հետևի ճաղերին, մեքենայորեն ձեռքը մեկնեց արկղին և ճեղքից մի քանի փամփուշտ դուրս քաշելով արագ թաքցրեց գրպանում։ Այդ պահին ականջին լսվեց զինվորի բարկացած կանչը. «Ինչ եք կանգ առել, քշեցեք»։ Արտուշը փոքը քաշեց, բայց ականջները տժժում էին, դեմքը այրվում էր, նրան թվում էր, որ բոլորն էլ նկատեցին իր գողությունը և հիմա ուր որ է խայտառակելով կտանեն գումակի պետի մոտ։ Չէ, զինվորն առաջ անցավ, սայլերը շարժվեցին, իրենով հետաքրքրվող չկա։ Արտուշը անհամբեր սպասում էր մտնելուն։ Վերջապես Սևան չհասած Սեմյոնովկայի կեռմաններում մտնեց։ Սայլավորները բարձրացան իրենց սայլերին և արկղերի վրա պառկած ննջում էին, իսկ Արտուշը քունը զսպելով ամբողջ գիշերը գնում էր եզների առջևից, գործ ուներ, շատ կարևոր գործ։ Հենց որ հեռանում էր զինվորների պայտած ոտնամանի ձայնը, նա ձեռքը մեկնում էր առջևից ընթացող սայլի արկղի ճեղքը և հանում փամփուշտները, որոնք աստղալույսով մեղ փողփողում էին տղայի ձեռքին, ու նրանց տեսքից Արտուշի սիրտը թպրտում էր։ «Կտանեմ հորս, ինչքան կուրախանա», մտածում էր նա։ Գրպանները լցվեցին, ծանրացան։ Հետո փամփուշտները ծակեցին մի գրպան ու թափվեցին անդրավարտիքի փողկը։ Լավ է, որ փողկի ծայրը գուլպայի տակով էր արած և ծոպով կապած։ Այդպես քայլել կլինի, կարծես կշռաքար կախված լինի ոտքից։ Արտուշը սայլի վրայից ցած բերեց խուրջինը և գրպանների փամփուշտը դատարկեց նրա մեջ։ Մինչև կեռմանների գլուխը հասնելը խուրջինը շատ ծանրացավ։ «Կբռնվեմ», ահով մտածեց տղան և ճանապարհից դուրս գալով խուրջինը թաքցրեց մի մեծ կաղնու տակ բարձր խոտերի մեջ։ «Վերադարձին կվերցնեմ», վճռեց նա։ Բայց երբ տեղ հասան, մի ցավալի դեպք տեղի ունեցավ։ Սպան ստուգեց սայլերը, տեսավ շատ փամփուշտ է պակասում կողքը բացած արկղից և մտրակի տակ առավ սայլի տիրոջը։ Սայլապանը մղկտում էր, թե ինքը տեղեկություն չունի փամփուշտը երևի թափվել է ճանապարհին, բայց չէին հավատում։ Արտուշը լսում էր մտրակի հարվածները և կարծես իր սրտին էին իջնում դրանք։ Ինչ աներ, ինչպես ասեր, որ ինքն է վերցրել փամփուշտները։ Վերադարձին Արտուշը իր սայլը ետ գցեց, ընկերները հեռացան։ Երբ հասավ ծանոթ կաղնուն, սայլը կանգնեցրեց և դուրս եկավ ճանապարհից։ Չէ, խուրջինը մնում է, այ թե պարտիզանները կուրախանան, հա։ Մյուս օրը գիշերով նա փամփուշտը հասցրեց արջաքար, իսկ հետո մանկական միամտությամբ պարզեցավ ընկերների մոտ։ Լուրը հասավ գյուղի տանուտերի ականջը և սա կարգադրեց գզիրին. «Գտիր էդ լակոտին, պադվալը գցիր, էգուց կուղարկենք գնդապետի մոտ, թող գնա պատասխան տա»։ Բայց քահանան, որ թե էր խմում տանուտերի պատշգամբում, դեմ եղավ այդ կարգադրությանը։ «Էգուց պառլամենտի ընտրության օր է, կարող է պատահել, որ միստր Յարոն էլ գա, հարմար չի մարդ բանտարկել»։ «Լավ, թող ընտրություններն անցնեն, ես կհանեմ էդ լակոտի կաշին», իր կարգադրությունը փոխեց տանուտերը։ Մյուս օրը իսկապես իր սեփական կարգով գյուղ եկավ ամերիկացի միստր Յարոն իր կնոջ Միսիս Լուիզայի և շնիկի հետ։ Նրան ուղեկցում էին մի խումբ ձիավորներ և անձամբ ինքը՝ գավառապետը։ Դե ինչպես չուղեկցեր, այն ժամանակ միստր Յարոն մեր գավառական քաղաքում մեծ կշիռ ուներ։ Այնպիսի ապրանքներ էր ստանում Ամերիկայից, որ այնտեղ գրոշ չարժեն։ Այն ծանր տարիներին, երբ մեզ մոտ արդյունաբերությունը քայքայվել էր ու ամեն տեսակ ապրանքի սով էր, միստր Յարոյի ստացած ամենավատ կտորներն անգամ իսկույն վաճառվում էին։ Այդպիսով կարճ ժամանակում միստր Յարոն դարձավ մեր գավառի ամենահարուստ վաճառականը։ Երևանից կառավարական պաշտոնյաները մեր գավառը գալիս իջևանում էին նրա մոտ։ Դե գավառապետն ինչպես չուղեկցեր այդպիսի անվանի մարդու։ Գյուղի ծայրին քահանան դիմավորեց ամերիկացուն խաչ ու խաչվառով, կրոնական թափորով։ Նա փայլուն շուրջ ջառ էր հագել, գլխին դրել էր պսպղուն խույրը, արծաթե խաչը գլխին և բացօթյա ժամերգություն էր կատարում ամերիկացու պատվին։ Սարկավագներն ու դպիրները, ճրմաղ շապիկներն հագած եկեղեցական երգեր են երգում և բուրվառներով խունկ ծխում։ Թափորի հետ գնում էր և տանուտերը, սև բեղերը սրած, իր պաշտոնից անբաժան մտրակը ձեռքին, չերքեզկա չուխան հագին, արծաթապատ դաշույնը գոտուց կախ։ Նրա հայտ էին գյուղի քեյթխուդանները, մեր տավարած ընկեր Սիմոնի տերը Աթոն, խանութպան Մինասը և ուրիշները, բոլորն էլ կարագուլ փափախներով և նոր չուխաներով։ Եկավ ամերիկացին, կառքի միջից իր մոնոկլով նայեց թափորին, գլխով բարևելու նշան արավ։
Բայց այդտեղ մի անհարմար բան կատարվեց։ Քահանայի շողշողուն զգեստերից ու անսովոր տեսքից խրտնած ամերիկացու ճերմակ շնիկը դուրս պրծավ կառքից ու փախավ։ Դե ուր պիտի փախչեր մեր գյուղի գալխեղտների ձեռքից։ Քաղաքից բերած իրենց տարօրինակ ցեղակցին տեսնելով մոտիկ տան բակից երկու գամփռներ դուրս պրծան եւ ահագին թռիչքներով սկսեցին հետապնդել շնիկին։ Իրարանցումն ընկավ գյուղի տների միջև։ Միսիս Լուիզան ճչաց եւ իր հագուստի երկար փեշերով ճամփի փոշին ավլելով շտապեց դեպի իր սիրելի շնիկը, բայց գունատված տանուտերն արդեն դեպքի վայրն էր հասել։ Վրա հասան եւ գավառապետն ու ձիավորները ականջները երկար ճերմակ շնիկին խլեցին մեր գյուղի գամփռների բերանից։ Շնիկը ճեղքված ականջը թափ էր տալիս, որից արյան կաթիլներ էին ցրվում բամբակի նման սպիտակ մազերի վրա։ Միստր Յարոն խոժոռեց հոնքերը եւ ձեռնափայտը մեկնեց դեպի իրենց բակը քաշվող գամփռները։ Պարզ էր, նրա ցանկությունը եւ գավառապետը շտապեց կատարել այն։ Նա նշան տվեց իր զինված ձիավորներին։ Մեծ փափախով եւ օտաբոբիկ մի տղա վատ բան գուշակելով թափորից դուրս պրծավ ու վազեց դեպի շները, որ նրանց փախցնի։ «Ալաշ, փախիր, բողար, փախիր», գոչում էր նա տագնապով։ Այդ պահին ձիերի վրայից հրացաններ որոտացին, եւ գամփռներից մեկը անակնկալ հարվածից ծուլ եղավ, ոռնաց ու սկսեց թավալել ճամփի եզրի խոտերի մեջ։ Մյուս գամփռն անհետացավ տան առաջի ծառերի հետև։ Միստր Յարոն գոհունակությամբ ժպտաց եւ գլխի հազիվ նկատելի շարժումով հավանություն տվեց կատարվածին։ Թափորը շարժվեց դեպի գյուղ, իսկ ճամփից քիչ հեռու ոտաբոբիկ տղան գրկել էր մեռնող գլուխն ու արցունքն այտերին սառած, բռունցքները սեղմած նայում էր հեռացող կառքի հետևից։ Այդ տղան Արտուշն էր։ Տանուտերի ընդարձակ պատշգամբի ծայրին մի սեղան էր դրված, վրան մի կոպիտ արկղ։ Արկղի կողքին կարմիր, կանաչ եւ դեղին թղթերի կույտեր կային, առանձին ընտրական բյուլետեններն էին։ Պատշգամբի մյուս ծայրին մի փափուկ կոթոցի վրա բազմել էին միստր Յարոն ու իր տիկինը, քիչ հեռու նստած էին գավառապետը, տերտերը, իսկ տանուտերը ոտքի վրա էր։ Շնիկը իր հետ կատարված ցնցող դեպքից հետո խեղճացած կուչ էր եկել միսիս Լուիզայի գոգում։ Նրա ականջը կապված էր մետաքսե թաշկինակով, իսկ տերերի դեմքերը թթված էին, որովհետև շնիկը մերթ վեր էր թռչում վախեցած, երևի իրեն գզող գամփռի ահեղ ուրվականը նրան հանգիստ չէր տալիս։ Վայրենի են այս երկրի շները իրենց տերերի նման, անգլերեն գանգատվում էր միսիս Լուիզան իր ամուսնուն եւ արհամարանքով նայում էր բակում խռնված ամբոխին։ Այնքան գաղթական կար մեր գյուղում։ Մեծ մասամբ կանայք ու երեխաներ էին։ Տղամարդկանց կոտորել էին տաճկական սուլթանի ենրիչները։ Այդ գաղթականները մեր գյուղը եկան 2-3 տարի առաջ քաղցած, գզգզված շորերով, կրած սարսափների կնիքը դեմքներին։ Նրանք այժմ նայում էին միստր Յարոյի կուշտ, կարմիր դեմքին, նրա կնոջ թանկագին հագուստներին եւ ակնազարդ մատանիներին։ Նայում էին, թե ինչպես տանուտերի կինը եփած հավ է դնում նրանց վիրավոր շնիկի առաջ, թե ինչպես միստերն ու իր կինը խնդրում համոզում են շնիկին, որ գոնե մի կտոր միշ ճաշակի։ Նայում էին եւ ով գիտի, թե ինչ էին մտածում բախտից հալածված այդ լուռ մարդիկ։ Շան առաջ ուտելիքներ տեսնելով գաղթական երեխաները առաջ եկան եւ ձեռքները մեկնեցին։ Տանուտերը նյարդայնանում եւ աչքով ունքով էր անում գզիրին։ Սա երեխաներին հեռու քշեց պատշգամբից։ Ալյուր են բաժանելու ժողովուրդ, ալյուր են բաժանելու, ամերիկական սպիտակ ալյուր, կտուրներին կանգնած գոչում էին տանուտերի ուղարկած մարդիկ։ Ընտրություններին եկող չկար։ Ով սիրտ ուներ այդ քաղցի ու դժբախտությունների տարիներին պարլամենտ ընտրելու։ Բայց լսելով, որ ալյուր են բաժանելու, շուտով ամբողջ գյուղը հավաքվեց տանուտերի բակը եւ լցվեց նրա կողքի կալը։ Կալի ծայրին մի սայլ էր կանգնած, արյուրով լիքը տոպրակները վրան։ Վեր կացավ միստր Յարոն եւ քթի տակ անգլերեն մի քանի բառ մրթմրթաց։ Գավառապետը այդ մի քանի բառը այսպես թարգմանեց ժողովրդին։ Մեր մեծարգո միստր Յարոն ասում է, թե Ամերիկայում շատ են ցավում, որ թուրքերը կոտորել են հայերին։ Ասում է, որ լսում ենք ձեզ մոտ սով է, մեր սրտովը սև արյուն է գնում։ Ասում է, միշտ էլ Ամերիկան անկեղծորեն տանջվել է հայերի համար եւ սպասում է պարլամենտը ընտրվի, որ Հայաստանը վերցնի իր թևերի տակ, պաշտպանի թուրքերից։ Միստր Յարոյի կարծիքով եւ Ամերիկայի կարծիքով միայն դաշնակցական կուսակցությունը կարող է երկիրը հանել այս նեղ վիճակից։ Ուստի նրա կարծիքն այն է, որ ժողովուրդը ձայն տա մեր կուսակցության առաջ քաշած թեկնածուների օգտին։
Նա համոզված է, որ իր այդ խնդիրքը մեր ժողովուրդը կկատարի, դրա համար էլ որպես նախնական շնորհակալություն կարգադրել է ձրի ալյուր բաժանել գաղթականներին և գյուղի չքավորներին։ Այսօր մեր առաջին պարլամենտի ընտրության առթիվ Հայաստանի շատ գյուղերում ամերիկյան ալյուր է բաժանվում, ուրեմն կեցցեն ամերիկացի բարեգործները։ Ալյուրի անունը լսելով գաղթականներից ոմանք ծափ տվին, ոմանք լուռ ու մռայլ նայում էին մեկ գավառապետին, մեկ վիզը կարմիր ամերիկացուն, կարծես լուռ հարցնում էին՝ այստեղ մի դավ չկա՞։ Սկսվեցին ընտրությունները։ Առաջ եկավ գյուղի ամենահարուստ մարդը՝ Աթոն։ Վիզը հաստ, բեղերը թավ, արծաթե գոտին մետաքս արխալուղի վրա կապած, կոպիտ քայլվածքով առաջ եկավ ու բարձր խրոխտ հարցրեց. «Ո՞րն է դաշնակների բյուլետենը»։ «Կանաչը», ուրախ պատասխանեց տանուտերը նրան բարեկամաբար աչքով անելով։ «Դե ես կանաչը գցեցի, ժողովուրդ», ասաց Աթոն, բյուլետենը վերցրեց, ծալեց ու տարավ հանդիսավոր գցեց արկղի մեջ։ Նրան հետևեց խանութպան Մինասը։ Հետո տերտերը ծանր առաջ եկավ, բյուլետենը վերցրեց, օրհնեց ու գցեց արկղը։ Հերթը հասավ հասարակ ժողովրդին։ Գավառապետը այդ գյուղում ինքնագլուխ կերպով այդպիսի ընտանեկան կարգ էր սահմանել. ընտրողը նախ վերցնում է բյուլետենը, ապա գնում ալյուրը ստանում ու հետո բյուլետենը գցում արկղը։ Ալյուր բաժանողը Չարչի Ակոն, աչքերը բներում անհանգիստ շարժող մի մարդ, գաղտագողի նայում էր ընտրողի ձեռքի բյուլետենին ու ըստ այնմ էլ տալիս ալյուրը։ Ալյուրի կիսատ տոպրակի մեջ երկու չափ կար՝ ամերիկյան պահածոյի ժանգոտ տուփեր, մեկը մեծ էր, մոտ 2 լիտրանոց, մյուսը նրա կեսի չափ։ Ակոն, ում ձեռքին կանաչ բյուլետենն էր տեսնում, աչքերը բներում արագ շարժում էին, մեծ չափը լցնում ու սրտալի դատարկում էր իրեն դեմ արած գլխարկի, փեշի կամ տոպրակի մեջ ու ասում. «Տար, բարով վայելեք»։ Ում ձեռքին դեղին թուղթ էր տեսնում, փոքր չափով էր ալյուր տալիս, իսկ ում ձեռքին բոլշևիկյան կարմիր բյուլետենն էր տեսնում, ցածր ձայնով ֆշշացնում էր. «Հեռացիր աչքիցս, թե չէ չափը գլխովդ կտամ»։ Այնպես որ ընտրությունների ելքը որոշում էր Չարչի Ակոն իր թիթեղյա չափով։ Ավելի շուտ ալյուրի տերն էր որոշում, որ հիմա անտարբեր իր համար սուրճ էր խմում պատշգամբում կամ շոյում շնիկին, իբրև թե ինքը ոչ մի բանի չի խառնվում և ազատ ընտրելու իրավունք է տրված ժողովրդին։ Քաղցի ցուցված մի նիհար կին կանաչ թուղթը ձեռքին մոտեցավ Սայլին։ Նրա փեշերից կախվել էին ոտաբոբիկ կիսամերկ երեխաները։ Նրանց դեմքերը դեղին էին, աչքերը փոս ընկած։ Գաղթական կինը դեմ արավ իր կեղտոտ շալը։ Ակոն փոքր չափով ալյուր լցրեց շալի մեջ։ «Էսքանը ո՞ր մեկին տամ», տնքաց կինը իր երեխաներին ցույց տալով։ «Էդ թղթիցդ մի հատ էլ բեր, մեծ չափով կտամ», ցածրաձայն խորհուրդ տվեց Ակոն և խորամանկ աչքով արավ։ Կինը թուղթը տարավ, գցեց արկղը, գնաց իր խրճիթը, ալյուրը թողեց այնտեղ և շտապ վերադառնալով նորից հերթի կանգնեց։ Հասավ թղթերի կույտին, վախվխելով ձեռքը մեկնեց։ Նրա ձեռքը դողում էր, հանկարծ չբռնվի։ Տանուտերը հրացայտ աչքերը հառեց կնոջ վրա և մոտեցավ, որ թևից բռնի դուրս շպրտի հերթից, բայց տեսնելով, որ կինը կանաչ բյուլետեն վերցրեց, իսկույն մեղմացավ և շուռ եկավ չտեսնելու դրեց։ Կինը գնաց Ակոյի մոտ և նորից ալյուր ստացավ։ Գաղթականները գլխի ընկան և ովքեր արդեն քվեարկել էին, նորից հերթ կանգնեցին քվեատուփի մոտ։ Կեսօրն անցել էր։ Մարդիկ շարվեշարան գալիս քվեարկում էին, բայց հերթին վերջ չկար։ Միստր Յարոն զարմացած էր։ Նա մատով իր մոտ կանչեց գավառապետին ու հարցրեց. «Գյուղը քանի՞ տուն է»։ 300, թարգմանի միջոցով հասկացրեց գավառապետը։ «Բայց հերթերին վերջ չկա, այսքան մարդ որտեղից է գալիս»։ «Ամեն մեկը մի քանի անգամ է քվեարկում դաշնակցության օգտին, միստր», մեղրածոր ժպիտը դեմքին գցնելով պատասխանեց գավառապետը։ «Քաղաքական ակտիվությունը մեծ է, ժողովուրդը շատ է սիրում դաշնակցությունը»։ «Հը՜մ», մռլտաց ամերիկացին և ժպտաց, և իր հասկացավ, թե ինչ է կատարվում։ Պարլամենտական ընտրությունները գյուղում այդպիսով իդեալական կերպով լավ էին գնում, երբ ձմեռանոցից եկան Որսկան Մուկուչը, Քոչարը և Աթոյի տավարած Սիմոնը։ Բակ մտնելուն պես Որսկան Մուկուչը նայեց ամերիկացուն ու թեքվեց Քոչարի ականջին։ «Ադա, Քոչար, էդ հո մեզանից մորթի առնող ամերիկացին է, ո՞նց խաբեց մեզ շան որդին»։ «Հա, նա է, մորթի էլ է հավաքում, հին խալիներ էլ, լավ եմ ճանաչում»։ Առաջ եկավ Սիմոնը, հանդուգն հայացքով ոտից գլուխ չափեց անտառապահ Արտեմի տղային, որ աքլորացած կանգնած էր պատշգամբում և առանց իր տիրոջ Աթոյի երեսին նայելու մոտեցավ սեղանին։ Վճռական էր շարժվում, մտքում ինչ-որ ճակատագրական բան էր որոշել։ «Ադա, կանաչը վերցրու»։
կամաց հուշեց տերը։ Սիմոնը շուռ եկավ, խետխետ նայեց իր տիրոջն ու ձեռքը մեկնեց կարմիր թղթերին։ Այդ տղա էդի չի, զուպ սասկեց Աթոն եւ երկյուղով նայեց գավառապետի կողմը։ Խայտառակություն։ Իր բադրակը պարտիզան դարած բոլշևիկների օգտին է քվեարկում։ Գավառապետը նախատինքով լի հայացքով մեխել էր Աթոյի դեմքին, որից սկսել էին ուռչել սրավզի երակները։ Ադա, լակոտ, դու ինձ խայտառակ արիր, կանաչը վերցրու, այլևս իրեն անկարող լինելով զսպել, գոչեց Աթոն։ Ես գիտեմ, թե որը կվերցնեմ, կտրուկ պատասխանեց Սիմոնը եւ կարմիր բյուլետենը ձեռքին առանց ալյուրի սայլին մոտենալու գնաց արկղի կողմը։ Ինչ պատահեց, Աթոյի տագնապը տեսնելով հարցրեց ամերիկացին։ Նրան հասկացրին, թե ինչ է տեղի ունեցել։ Միստր Յարոն դժգոհ մռլտաց եւ դարձավ գավառապետին։ Վատ եք դաստիարակել մարդկանց։ Ընտրություններից հետո անձամբ կզբաղվեմ նրանով։ Միստր, անհոգ կացեք, պատասխանեց գավառապետը իր գրքույկում ինչ-որ բան խզմզելով, երևի Սիմոնի անունն էր գրում։ Հերթը հասավ Քոչարին։ Դա մի խեղճ մարդ էր, մեծ փափախով, մազոտ երեսով, տրեխները հագին։ Անճոռնի քայլվածքով նա մոտեցավ բուլետենների սեղանին, տատանվեց, ձեռքը մեկնեց նախ կարմիր թղթին, ապա նայեց տանուտերի դեմքին եւ նրա աչքերում լավ բան չկարդալով, կանաչ բյուլետենը վերցրեց ու ոտքերը թույլ-թույլ քարշ տվեց դեպի քվեատուփը։ Քոչար քեռի, արի քո բաժին ալյուրը ստացիր, ձայն տվեց Ակոն մեծ չափը ցույց տալով։ Քոչարը միայն օդում հուսահատ թափ տվեց ձեռքը ու գլխի կոր իջավ պատշգամբից։ Այնպես մռայլ էր ու հուսահատ, այնպես խորը վիրավորված։ Ինչ աներ Քոչարը, ոնց ձայն տար բոլշևիկների օգտին։ Դեռ երեկ էր, որ իր սայլը կոր տանելու դեմ դժգոհելու համար տանուտերը գյուղամիջին մտրակով կապտացրեց մեջքը։ Սիմոնը վկայի վերելքին, երբ եզները խրվեցին ցեխի մեջ, սայլը կանգ առավ, գումակին ուղեկցող սպան ոտի տակ տվեց նրան։ Քոչարի սայլը արջևից էր ընթանում, եւ երբ կանգ էր առել, ամբողջ գումակն էր կանգ առել։ Չէ, կրակի հետ չեն խաղա, մտածում էր Քոչարը։ Նա դարձել էր վախկոտ եւ զգուշավոր։ Իջավ Քոչարը սանդուղքներից։ Նրա հայացքն առավ իր ընկեր Մուկուչի սուր հայացքին եւ աչքերը խոնարհեց մեղավորի նման։ Որսկան Մուկուչը առաջ եկավ, դաշույնը կապված սրացան ուսին։ Նա իր հաստ հոնքերի տակից խիստ նայեց տանուտերին ու հարցրեց. «Այս թղթերից որն ումն է»։ Սա մեր դաշնակցությանն է, սա այս սերներինն է, սա այն խառնակիչ բոլշևիկներին է։ Ֆորսորդը հպարտ նայեց թղթերին, պատշգամբի մարդկանց եւ ամուր ասաց. Ես ոչ դաշնակ եմ ճանաչում, ոչ էսեր։ Ես մի անգրակետ ոսկան մարդ եմ։ Կուսակցություններից գաղափար չունեմ։ Ու շուռ եկավ գնաց։ Չեք քվեարկելու, հետևից լսվեց տանուտերի սպառնալից ձայնը։ Չէ, դուք քվեարկեցեք։ Ու քայլեց դեպի ձմեռանոց։ Սիմոնն ու Քոչարը հետևեցին նրան, մեկը խրոխտ եւ վճռական, մյուսը ընկճված ու երերուն։ Ձմեռանոցում մենք հավաքվել էինք, Որսկան Մուկուչի խրճիթը եւ բուխարու առաջ նստած լսում էինք նրան։ Արտոշը իր բողարի գլուխը գրկած նստել էր տխուր եւ հենվել խրճիթի մեջտեղը տնկված սյունին, որից կախված ձեթի ճրակը աղոտ լույս եւ մուր էր տարածում շուրջը։ Շատ էր տրտում Աշոտը։ Մենակ մնացիր էլի Բողար ջան, մրմնջում էր նա։ Իսկ շունը գլուխը դրել էր թաթերի վրա եւ կարծես լուռ ողբում էր իր սպանված ընկերոջ մահը։ Ընտրություն չի, խաբեբայություն է, վրդոված ասում էր ձեր որսորդը։ Թու դրանց նամուսին, որ մի բուռն ալյուրի համար իրենց հոգին ծախում են։ Ինչ անեն Մուկուչ, որբերի տեր են, վախենում են, չգիտես իրեն թե գաղթականներին արդարացնելու համար հաշտեցնող տոնով մրմնջում էր Քոչարը։ Գյուղից եկավ գզիրը եւ հայտարարեց, որ հովիվներն ու տավարածները հանդից գալուն պես գնան քվեարկելու։ Նախիրն ու հոտը գոմերում տեղավորելուց հետո երեկոյան անասնապահները ճանապարհ ընկան գյուղ։ Արդեն մեծացել եմ, ես էլ գնամ քվեարկելու, գզիրին ասաց մեր ընկեր Գրիգորը։ Նա մեզնից մի քանի տարով մեծ էր։ Բեղատեղը սկսել էր սևանալ, բայց դեռ ընտրական իրավունք չուներ։ Որ կուսակցությանն ես ձայն տալու, հետաքրքրվեց գզիրը։ Չգիտեմ, որին տամ։ Կանաչ թուղթը կգցես, խորհուրդ տվեց գզիրը։ Հիմի էլ կանաչը կգցեմ, ինչ կա որ, իսկույն համաձայնեց Գրիգորը։ Դե տրեխներդ հագի գնանք։ Եվ գզիրը դուրս եկավ խրճիթից։ Այ տղա, անխելք բան մի անի, խրատեց ծեր որսորդը։ Խելոք բան եմ անելու։ Այնպիսի մի պարլամենտ եմ ընտրելու Մուկուչ պապի, որ այդ ամերիկացին միջև կյանքի վերջը հիշի։
Քո աղբորը սպանեցին, հա, Բողար ջան, ու շան գլուխը շոյելով Գրիգորը ձեռքը մեկնեց իր մահակին։ Արտուշը հասկացավ եւ տեղից վեր թռավ։ Ես էլ եմ գալիս, գոչեց նա։ Քո գործերը վատ են, գնալ մի կբռնեն, խորհուրդ տվեց Սիմոնը։ Համ պարտիսպանի տղա ես, համ փամփուշտ ես գողացել, համ շունդ ամերիկացու շան ականջը քերծել է։ Գիտես ինչ հանցանքներ են դրանք, դառը ժպիտով ավելացրեց նա։ Որ սպանելու էլ լինեն, Գրիգորի հետ գնալու եմ։ Մենք կրակի լույսով տեսանք, որ Արտուշի աչքերը փայլում են անսովոր կրակով։ Տեսնես ինչ է անելու Արտուշը։ Մութ, անձրևոտ, աշնանային գիշեր էր։ Մեր ձմեռանոցի անասնապահները գյուղը հասան, անտարբեր վերցրեցին թղթերը, գցեցին արկղը ու գնացին։ Պատշգամբում միստր Յարոյի տեղը բազմոցին նստած էր խանութպան Մինասը եւ որպես ընտրական հանձնաժողովի անդամ հեռվից հսկում էր բուլետեններին ու արկղին։ Ներքևում բակում մտրակը ձեռքին մի ստրաժնիկ էր շրջում, իսկ տանուտերը եւ գյուղի տերերը խորքի սենյակներից մեկում խնջույք էին կազմակերպել ամերիկացի հյուրի պատվին։ Պատշգամբի առաստաղից սեղանի վրա մի մեծ լամպ էր կախված, իսկ բակում սև պատի նման կանգնած էր խավարը։ Այդ խավարի մեջ Գրիգորը շշնջում էր Արտուշի ականջին. «Իմացար ինչ կանես»։ Իմացա։ Դե ես գնացի։ Ու Գրիգորը իր մահակին հենվելով բարձրացավ պատշգամբ։ Այն կանաչ թղթերից մեկը վերցրու, ծալի ու տար գցի արկղի մեջ, տեղից կարգադրեց Մինասը ու հորանջեց։ Արդեն ուշ էր, գյուղի ճրագները մեկիկ հանգչում էին։ Հենց Գրիգորը բուլետենը ձեռքին մոտեցավ արկղին, դրսից մի փայտ ֆռաց օդում եւ լամպը ջախջախված ցած ընկավ առաստաղից։ «Էնով էր այն շան տղեն», տեղից վեր թռնելով գոռաց Մինասը, իսկ բակից ստրաժնիկն աննպատակ կրակում էր խավարի մեջ։ Շները դուրս թափվեցին սրահներից։ Մարդիկ արթնացան, աղմուկն ընկավ գյուղը։ Այնպես մութ էր, որ մատդ մարդու աչք կոխեիր, չէր տեսնի։ Տանուտերի քեֆը խանգարվեց, հյուրերս դուրս թափվեցին, Միսիս Լուիզան եւ իր շնիկը շատ անհանգստացան։ Իսկ միստր Յարոն մռայլ ծխում էր իր կեղծը խամորջը։ Նա գոհ չէր ընտրությունների ոչ ընթացքից, ոչ էլ մանավանդ վախճանից։ Ուշ գիշերին ձմեռանոցի խրճիթներից մեկում հավաքվել էին հովիվներն ու հարցուփորձ էին անում Գրիգորին։ «Այ տղա, ոնց փախցրիր»։ Խոսքը կանաչ ներկած արկղի մասին էր, փոքրիկ կողպեքը վրան, որ հիմա Բուխարու լույսի տակ ընդհանուրի հետաքրքրության առարկան էր։ Արտուշն էլի իր բողարի վիզը գրկած նստած էր գետնին փռված թաղիքին, իսկ որսկան մուկուչը ծխում էր։ Նա գոհ էր, բայց անհանգիստ։ «Այ տղա, ցրվեցեք, քնեցեք, Գրիգոր ջան, հեռացի գնա այս կողմերից, ճանկերը կընկնես, մեղք ես», խրատում էր նա։ «Կգնամ, Մուկուչ պապի, բայց թող մի պառլամենտի ընտրության արդյունքները պարզեմ հետո»։ Այս ասելով Գրիգորը քարով ջարդեց կողպեքը եւ արկղը բացեց, որ բերնե-բերան լիքն էր գույնզգույն թղթերով, մեծ մասամբ կանաչ։ «Էս մեր Սիմոնի գցած թուղթը, էս էլ իմը։ Պա, սա ինչ է, Մուկուչ պապի, դաստա թղթեր են»։ Եվ Գրիգորը արկղի տակից հանեց առանց ծալելու կանաչ բյուլետենների ամբողջ դաստաներ։ Արկղը փակելուց առաջ մեջը տես քանի 100 թուղթ են դրել դաշնակների օգտին, թու դրանց ընտրություններին։ Կեղծիքը լրիվ բացվեց։ Այնպես բացվեց, որ ձմեռանոցի բնակիչներից ոչ մեկի մեջ այլևս կասկած չմնաց, որ իրենք չարաչար խաբված են։ Սիմոնին այնպիսի մի վրդովմունք համակեց, որ լեզուն կապ ընկավ։ Նա անխոս վեր կացավ, Գրիգորի ձեռքից խլեց արկղն ու թղթերը եւ նետեց կրակի մեջ։ Թու ձեր օրենքներին։ Թեժ Բուխարու մեջ ծխնելուզից կարմիր բոցի սյուն ձգվեց դեպի մութ ու մռայլ երկինքը եւ մի պահ ձմեռանոցը լուսավորվեց ծիրանագույն ցոլքերով։ Քիչ անց գյուղի ցևիհև մարդ եկավ ու հայտնեց. «Տեղեկություն է եկել, որ ամերիկացիների բաժանած ալյուրը թունավորված է։ Ղամալ լրվում թխել են, կերել ու մեռել։ Չուտեք, հարամ լինի դրանց տվածը»։ Արևը դեռ չէր ծագել։ Մարդիկ անասուններին դուրս էին հանում գոմերից, որ արոտի տանեն։ Գիշերը Սիմոնն ու Գրիգորը անհետացել էին։ Աթոյի անասունները գոմում փակված էին մնացել, իսկ Գրիգորի միակովը Արտուշն էր հանդ տանելու։ Ձմեռանոցում ոչ ոքի մտքով չէր անցնում, թե Արտուշին կձերբակալեն։ Գյուղում ոչ ոք չէր նկատել, որ նա է լամպը փշրել։
Չգիտեին նաև, որ տանուտերը գիտի փամփուշտների պատմության մասին։ Անակնկալ կերպով ձմեռանոց եկավ գզիրը և Արտուշին դիմելով կարգադրեց. «Գնանք, գյուղում կանչում են»։ Գզիրը պատանուն տարավ գյուղ, բանտարկեց մի հին մարագում և դուռը կողպելուց առաջ ասաց. «Քո դատաստանն էգուց կտեսնեն, իսկ հիմի հանգիստ քնի էդ պատի տակ»։ «Ինչի՞, ինչ եմ արել, որ քեռի», ասաց Արտուշը։ «Ինչ ես արել, այ սատանի ճիտ, իբր թե տեղյակ չես, հա՞։ Բա այն ով էր զորքի փամփուշտները գողանում։ Դեռ կասկած կա, որ ընտրության արկղն ես դու փախցրել։ Քո կողերն էնպես կտաքացնեն, որ մորդ հարսանիքը միտդ կընկնի»։ Եվ դուռը շրխկոցով փակեց ու գնաց։ Չէ, ամեն ինչ գիտեն, էլով սրանց ձեռքից կազատվի։ Ճղիր Արտուշ, թե չէ կաշիդ կմաշկեն։ Գիշերվա կեսին նա վերցրեց մարագում ընկած հին լուծը, ծայրը խոթեց պատի ճեղքի մեջ և մարմնով ընկավ լծան մյուս ծայրին։ Պատից քարեր ընկան, լուսնի շողքը խուժեց մութ մարագը։ Բացված անցքով Արտուշը դուրս սողաց և գնաց ձմեռանոց, գտավ իր հավատարիմ շանը և նրա հետ միասին մինչև առջաքար մի շնչում գնաց։ Լուսադեմին նա արդեն պարտիզանների հետ էր, որոնք խարույկի շուրջ բոլորած լսում էին պատանու պատմությունը ամերիկացի միստր Յարոյի, իր կնոջ և շնիկի մասին։ Չատնի թաղումը։ Մեր գյուղացի Ալխանանց չատին մեռել էր։ Բարեկամներն ու հարևանները հավաքվել էին չատնի աղքատիկ խրճիթը և լուռ կանգնած նայում էին թախտին մեկնված դիակին։ Չատնի կինը այլևս լաց չէր լինում։ Դնչկալը մինչև քիթը վեր քաշած, աչքերը կարմրած, ձեռքերը ծալած դրած փորին, գլխի կոր կանգնած նայում էր ամուսնու դեմքի խճճված մազերին ու դեղնավուն թափանցիկ ճակատին։ Ինչ էր մտածում այդ դժբախտ կինը, ոչ ոք չգիտեր։ Երեխաները ուրուր տեսած ճուտերի նման ծվարել էին հանգչող բուխարու առաջ, իսկ ամենափոքր աղջիկը ոտաբոբի կանգնել էր մոր մոտ և բռնել նրա փեշից։ Չէր հասկանում, թե ինչու են մարդիկ հավաքվել իրենց տուն, ինչու է մայրը գիշեր է լալիս, ինչու ապին տեղից վեր չի կենում։ Եկավ գյուղի քահանա Տեր Կարապետը։ Դա մի հաղթանդամ, կարմիր թշերով, կարմիր վզով մարդ էր։ Ասում են լավ խմում է, լավ էլ հայհոյում։ Դե ոնց չհայհոյեր Տեր Կարապետը։ Ուտող խմող մարդուն ամեն օր փող է հարկավոր, իսկ մեր գյուղացիները նույնիսկ հին ժամանակ էլ սեր չունեին եկեղեցու հետ և տերտերին փող էին տալիս առանց ոգևորության։ Այդ օրը մեր գյուղացի Ակուն կալհորներքի դիմաց նույնիսկ սովորականից մի չափ ցորեն պակաս էր տվել քահանային, պատճառ բռնելով, թե կարկուտ նարդը տարել է, հատիկը քիչ է։ Դատարկ պատճառաբանություն։ Աստծո ինչ պետքն է, քո արտը կարկուտն է տարել, թե մուկը։ Դու նրա ծառայողի վարձը տուր, մնացածը դու գիտես։ Եվ զայրացած քահանան պոկել էր Ակոյի մորուսը, հայհոյել ու հետո եկել չատնին թաղելու։ Դրանից էլ դեմքը թթված էր, վարմունքը ոչ այնքան էլ զգայուն։ Բեղի տակ փնթփնթալով, մորուսը տմբտմբացնելով ինչ-որ բան կարդաց ձեռքի հնամաշ գրքից, դե աղքատ չատնի վրա հոժամերով սաղմոս չէր կարդալու, և դարձավ ճերմակ շապիկ հագած տիրացվին։ Վերցրու հանգուցյալի շորերը։ Որ ասում եմ, նրբանկատ չէր Տեր Կարապետը։ Տեսաք, չի սպասում, որ տնեցիքն իրենք առաջարկեն իրենց հանգուցյալի զգեստները։ Ասենք, Տեր Կարապետն իրավունք ուներ ուղղակի պահանջելու, կարգն էր այդպես։ Վախճանվողի հագուստը և անկողինը պատկանում էր նրան թաղող քահանային։ Կինը մի մեզարի մեջ փաթաթեց չատնի արխալուղը, հնամաշ չուխեն, փափախը, կարկատած շալե շալվարը, անգամ գուլպաներն ու տերևները չմոռացավ դնել և ակնածությամբ հանձնեց տիրացվին։ Բա Յորղանը, բա Կարպետը, դժգոհ փնթփնթաց քահանան։ Հնամաշ վեր մակնել հանձնեցին տիրացվին։ Քահանան նայում էր մյուս թախտին փռված ձագ կարպետին և ներսում եփվում, թե ինչու առանց հիշեցնելու գոհ սրտով չի ստանում իր օրինական ստանալիքը։ Պիտի սկսի ծեսը և երգելով դուրս գնա, որ դիակը հետևից դուրս տանեն, բայց լռել է Տեր Կարապետը, նայում է կարպետին և կարծես չատնին թաղելու ոչ մի մտադրություն չունի։ Մի համարձակ և տաքարյուն քեռի ունեի, Օհաննեսը։ Նրա համար քահանա, քյոխվա, պրիստավ նշանակություն չուներ, որտեղ եկավ կդաղեր, թեկուզ դրա համար ինչ պատիժ էլ որ տալու լինեին։
Բոլորովին նրբանկատ մարդ չէր քեռի Օհանը։ Տեսա, որ Տեր Կարապետի ուշք ու միտքը չատնի հին կարպետի կողմն է, զուստ վրդովմունքով ասաց. «Այ Տեր, դրանք որ տանում ես, այն եթիմներն ինչի մեջ են քնելու»։ Բայց երբ տեսավ, որ ագահ քահանան անդրդվելի է մնում, թախտից թափով վերցրեց կարպետը, շպրտեց նրա կողմն ու հետն էլ գոչեց զայրացած. «Առ, քո հերն էլ անիծած»։ Շատ զվարճալի տեսարան ստացվեց։ Քահանայի գլուխը մտել էր կարպետի անցքը և հին, կեղտից ու կաթիլներից բնական գույնը կորցրած կարպետը շուրջարու նման կախվել էր նրա վզից։ Մինչև օրս էլ մեր գյուղի ծերունիները հիշում են այդ դեպքն ու իրենց քրթմնջում. «Հա դե անխեղճ բան էր էլի, բա մեռելի շորը կհագնեն»։ Ոնց էլ հավատում էինք, թե տերտերը Աստծու մարդն է։